Սասունը, Էրմենիստան։ Մենք դեռ արջի որջումն էինք, երբ լուր ստացվեց, որ Սալոնիկի բանակը մտել է Պոլիս և սահմանադրություն է հռչակվել։ Հատուկ կոչ էր ուղղված հայ ֆիդայիններին սարերից վերադառնալ իրենց գյուղերը, զենքերը հանձնել և լցվել խաղաղ աշխատանքի։ Մեհմեդ էֆենդու ցուցմունքով ես Հեղինեին Մշեցի Տիգրանի առաջնորդությամբ ուղարկեցի Վան և զենքերն ու հեռադիտակը վերցնելով Ալադին Միսակի հետ քայլերս ուղղեցի դեպի Առաքելոց վանքի կողմերը։ Ես նման էի կիսավայրենու։ Իմ երեսը մազակալվել էր և պնդացել հողմից ու սառնամանիքից։ Ալադին Միսակը նույնպես վայրենու տեսք ուներ։ Նա կրում էր իմ տոպրակը, որի մեջ կար մի քիչ ծխելիք չոր տերևից, մի կտոր կորեքաց և կես չորթան։ Մեր վերևով քրդեր անցան, կանգնեցին, նայեցին, երևի ճանաչեցին, որ հայդուկներ ենք ու հանկարծ խմբով բացականչեցին. «Եկեք, եկեք, ազատություն է, եկեք»։ Նրանցից մեկը ուղղակի մոտեցավ մեզ և առանց ուշադրություն դարձնելու մեր զենքերին և ահարկու տեսքին, բղավեց. «Ֆիդայինները քանդեցին սուլթան Համիդի թախտը, Սասունը Էրմենիստան է լինելու, հայերը, քրդերը և թուրքերը եղբայրներ են»։ Մերձակա գյուղերի ճանապարհներին լսվում էին հրաձգության ձայներ։ Որքան մոտենում էինք Առաքելոցին, այնքան ուրախագին աղաղակները շատանում էին։ Մի՞թե սա այն վայրն էր, ուր ահեղ կռիվներ էին մղվել մի բուռ հայդուկների և սուլթանի զորքերի միջև դրանից ընդամենը մի քանի տարի առաջ։ Աստվածածտի մատուռի մոտով սև զորքերը սվինների վրա սպիտակ ժապավեններ ամրացրած նվագախմբով շարժվում էին դեպի Մուշ։ Նրանց ետևից ճանճիկ սարի կողերով և ծիրանկատարի լանջերով սասունցիների խմբեր էին անցնում։ Նրանք էլ շտապում էին հասնել Մուշ։ Շուտով ամբողջ վանքը և նրա շրջապատը դատարկվեց։ Թարքմանչած գերեզմանատանը մեն-մի ծերունի մնաց ձեռնափայտով։ Դավիթ անհախտի դամբարանի մոտ կանգնած, նա լուռ նայում էր մի ահռելի փոսի։ Վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետն էր։ Փոսը ինքն էր փորել։ Նրա եզրին դրված էր մի տապանաքար հետևյալ արձանագրությամբ. «Սա է տապանն ի տեր հանգուցյալ Հովհաննես վարդապետի յամեն»։ Մահվան թվականը բաց էր թողնված։ «Հայր սուրբ, ֊ ասացի ես, ֊ մի՞թե այս ուրախությունը արձագանք չունի ձեր սրտի մեջ։ Մոռացեք այդ փոսը, չէ՞ որ Հայաստանի վրա արշալույս է ծագել»։ «Իմ արշալույսը այս փոսի մեջ է», ֊ առանց գլուխը բարձրացնելու շշնջաց ծերունի վանահայրը, ձախ ձեռքը կոխելով իր կուրծքը վերմակի պես ծածկող սպիտակ մորուքի տակ։ Վանահորը թողնելով իր փոսի վրա, ես և Ալադին Միսակը շտապեցինք ֆիդայինների մոտ։ Մենք նրանց գտանք Սուրբ Կարապետի անտառի ծառերի տակ։ Ամեն մեկը մի սարից ու ծերպից էր եկել և կոճղերի ու քարերի վրա ցաքուցրիվ նստած ինձ էին սպասում։ Միայն լաճկանցի արթինն էր բացակա։ Ես նրանց հայտնեցի, որ սուլթան Համիդը գահընկեց է արված, վաղը մշո մեջ լինելու է տոնահանդես, և մեզ հրավիրում են մասնակցելու այդ հանդեսին և զենքերը վայր դնելու։ Նկատեցի, որ իմ խոսքի ժամանակ բոլորը գլուխները կախ գցեցին։ Ամեն մեկը կարծես մտասևեռ նայելով իր առջև բացված աներևույթ մի փոսի։ «Դուք բոլորդ ճանաչում եք վանքի միաբանության ավագ Հովհաննես վարդապետին, ֊ շարունակեցի ես նրանց դիմելով։ Այնքան բարի մարդ է այդ ծերունին, որ մեր ուխտավորները նրան հաճախ շփոթում են վանքի տաճարի հետ։ Փոխանակ վանքին երկրպագելու նրան են երկրպագում, անվանելով Առաքելոց սուրբ։ Երեկ, երբ Ալադին Միսակի հետ անցնում էինք թարքմանչած հուշարձանների մոտով, մենք Հովհաննես վարդապետին տեսանք իր փոսի առաջ կանգնած։
Երբ ես նրան հիշեցրի Հայաստանի վրա բացվող արշալույսի մասին, հայր սուրբը պնդեց, թե այդ փոսի մեջ է իր արշալույսը։ Ձեր մտասևեր հայացքներին նայելով, ես այդ ծերունի վարդապետին հիշեցի։ Ինչու եք գլխահագվար նայում։ Կամ փոսեր ձեր առաջ, և այնտեղ է միթե ձեր արշալույսը։ Բոլորդ էլ ինձ նման վայրենի տեսք ունեք, իսկ վայրենին հանդուգն է լինում։ Հարցը պարզ է դրված. մեզ հրավիրում են իջնել լեռներից, զենքերը ցած դնել և լցվել խաղաղ աշխատանքի։ Արհեստավորը պետք է իր արհեստին դառնա, ռանչպարը իր մաճին։ Ես իմ զենքը ցած չեմ դնի ու սարերից չեմ իջնի, առաջինը խոսեց Փեթարա ախոն։ Իմ առջև փոս չկա, իմ արշալույսը հայ ժողովրդի ապագայի մեջ է։ Մենք մեր նպատակին հասած կլինենք, երբ հայ իշխանություն լինի, հայ զենք լինի, ու մենք գերի չլինենք բեկերին ու աղաներին, վրա բերեց Ֆրանկ Մոսսոն։ Սահմանադրություն արին, որ ֆիդայինները թասլիմ լինեն, ու իրենք իրենց ուզածն անեն մեր ժողովրդի գլխին, դժգոհեց Մորուք Կարապետը և սասունցիներին կոչ արեց զենքերը չհանձնել։ Մլեմ հուրիաթ, կարճ կապեց Չոլոն, առանց Սեյդոյի էլ ինչ հուրիաթ։ Դու Սալոնիկի մեծերին ասա, որ ֆիդային միայն այն ժամանակ իր զենքը կհանձնի, երբ չված կլինի աշխարհից, քանի ողջ է նա իր զենքը ցած չի դնի։ Խոսողը Հաջի Գևոն էր։ Ախ, երբ կգա այն օրը, որ արդարության աքաղաղը կանչի, և ես իմ գտած ցորենը շաղ տամ ազատ Հայաստանի դաշտերում, հառաչեց կուրավա Շմոն։ Էդ օրը երբեք չի գա առանց զենքի, շպրտեց Կարոն։ Այսօր ֆիդային կա, վաղը նրա ջանդակը անձեղին ու մուկլեզին պիտի բաժին դառնա։ Եկեք վերջ տնենք այս թափառական կյանքին, հանձնենք մեր զենքերը ու տուն դառնանք, առաջարկեց Ալի Զռնանցի Մուքոն։ 40 տարի ֆիդային թասլիմ չի եղած։ Մենք ուխտ ենք արել զենքով մեռնելու։ Դու ինչ խղճով քո զենքը համաձայն ես օսմանցուն տալ։ Ալի Զռնանցի Մուքոյի առաջ ցցվելով, տաքացած խոսեց կայծակ Անդրեասը։ Ես տուն դարձող չեմ։ Նորից տուն ու տեղ դժվար բան է։ Էլի կառնեմ իմ զենքը ու սարեր կընկնեմ։ Չեղավ, Սեբաստացի Մուրադի կամ քեռու մոտ կերթամ։ Հարեց կարկուտ Թադեն և իր չախմախլին առնելով հեռացավ։ Փեթարա Մանուկին հարցրի, թե ինչ է մտադիր անելու։ Մանուկն ասաց. անհավատալի բան է, որ Ռոմի թուրքը, Սասունը և Մուշը իր կամքով Էրմենիստան շինի։ Մի բան ասեմ, լսեք. դուշմանը, որ քո ուզածը չտված կսիրե քեզ, վախեցիր, և այդ կեղծ սիրո ժամանակ կացինը գլխին իջեցրու։ Դուշմանը, որ քո ուզածը չտված ատամներ ցույց կտա քեզ, զգուշացիր նրանից։ Դուշմանը, որ քո ուզածը կտա, նրան հավատա ու հետը բարեկամացիր։ Ուրեմն դու հուրիաթից սպասելիք չունե՞ս, հարցրի ես։ Մանուկը կրկնեց Չոլոյի կարճ խոսքը սև մազոտաբան ուսերին քաշելով։ Իսկ եթե պահանջեի զենքերը հանձնել և տուն դառնալ։ Ես տուն դարձող չեմ։ Ես այս երկրում այլևս ապրող չեմ։ Կերթամ Ռուսիա, մարալկանների երկիր։ Ինձ այնտեղ ճանաչող չկա, ասաց Փեթարացին։ Իսկ դու, Իսրո։ Ես լեմ հուրիաթ։ Չոլո, դու։ Ես կերթամ մեր սարերը չոբան կլնեմ։ Ֆրանկ Մոսսոն ասաց. Եթե պահանջվի զենքերը հանձնել, ես կվերադառնամ Նորշեն իմ կաքավի մոտ։ Հեչ որ չեղավ, մեր գյուղում գրագիր կամ գզիր կլինեմ, մինչև որ ճրագով
էլի մեր ետև ընկնեն։ Իսկ ես կերթամ Ամերիկա, ասաց բամբկու Մելոն։ Աշխարհը հո չկործանվեց։ Ֆիդայի օրերը նորից պիտի գան։ Երբ ժողովուրդը նեղն ընկնի, նորից մեր հրացանը մենք պիտի բռնենք։ Ամերիկա։ Ինչ պակաս տեղ է խազ գյուղը, որ կուզես Ամերիկա երթալ։ Մի բան պատմեմ դրա մասին։ Մի զիլանցի քուրդ, որ առաջին անգամ էր ջրաղաց տեսնում, պտտվող ջրաղաց քարին նայելով զարմացած հարցնում է. «Էս ինչ բան է»։ Սուրբ է, նրան են ասում։ Զիլանցին չոքում և համբուրում է քարը։ Էս սրբին հեռվից պիտի պաշտել, ասում է քուրդը, ցավից գոռալով և արյունոտ շուրթերը հազիվ պոկելով պտտվող քարից։ Ամերիկա ասածդ էդպիսի տեղ է, ասացի ես։ Մի պահ բոլոր հայդուկները լռեցին։ Բամբկու Մելոն Ֆրանկ Մոսոյի գլխի վրայով հայացքը հառել էր դիմացի կաղամախու կատարին, ուր մի քարանձեղ էր թառած։ Կարծես Ամերիկան այնտեղ էր։ Կայծակ Անդրեասը, սուր, երկար բեղերը նիզակների պես դեպի ականջները ցցած, մտքով սլացել էր դեպի խլաթի սարերը, իսկ Հաջի Գևոն հանգած ծխամորճը ձեռքին, իր լոլոն էր շվացնում արծիվ պետոյի ականջի տակ։ Չոլոն կարգի էր բերում իր ուսապարկը։ Մորուք Կարոն և Ախոն խրատում էին Փեթարա Իսրոյին զենքը չհանձնել։ Փեթարա մանուկը Ալադին միսակի կողքին նստած շարունակում էր մտասևեռ նայել իր աներևույթ փոսին։ Ասորի Աբդելոն մի չախմախլի գրկած սպասում էր իմ կարգադրությանը։ Մտածմունքի մեջ էր նաև ձիապան Բարսեղը, աչքի տակով հսկելով, որ ֆիդայինները վառված ծխախոտները ձեռնափերի մեջ պահեն գոնե վերջին անգամ։ Նրա կողքին կնճիռները կախած իր հրացանն էր ջոկում աղջնա Վահանը։ Բոլորը դժգոհ էին Հուրրիաթից։ Ամենից ծանրը, սակայն, Բրինդարի վիճակն էր։ Որքան չորացած ճյուղեր էր կեղևել, որ անցուղ կրակ շինի ֆիդայինների համար։ Որքան ավելորդ բեռներ էր շալակել ու տեղից տեղ տարել, որ իրեն մի հրացան արտոնվի որևէ ճակատամարտում իր քաջությունը ցուցաբերելու։ Եվ ինչ։ Հուրրիաթ էր հայտարարված, և ֆիդայիններին կոչ էր արված զինաթափ լինել։ Ինչ պիտի անի։ Ուր պիտի գնա։ Եվ գնալիս ինչով պիտի պարծենա հայրենակիցներին։ Ասի, որ տարիներով կրակ է վառել Մառընկա անտառում, ոչ մի գնդակ չարձակելով, ոչ մի սպի չունենալով իր վրա։ Եվ անունն էլ որքան հեգնական է, Բրինդար, այսինքն վիրավոր, երբ ոչ մի վերք ստացած չկար կյանքում։ Եվ նա որոշեց գնալ խնուս, իր հայրենի գյուղը, Հարամիկ։ Ականջիս ասաց, որ երևի կգնա պոլիս որևէ դպրանոցում ուսանելու։ Իսկ թե դրանից հետո ինչպես կդասավորվի իր կյանքը, հայտնի չէ։ Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայիններին արձակելով ես ինքս դառնում էի անուշ և միանգամայն անպետք մարտական կյանքի համար, թեև վերքերով հարուստ։ Բաժանվեցինք 3 խմբի։ Ալիզռնանցի Մուքոն, Ֆրանկ Մոսոն և աղջնա Վահանը որոշեցին զենքերը ցած դնել և վերադառնալ տուն։ Բամբկու Մելոն որոշեց մեկնել Խասկյուղ, որ պատրաստվի Ամերիկա գնալու։ Անդրեասը բռնեց խլաթի ճամփան։ Հաջի Գևոն գնաց Մառընկա սարերը, իր լոլոն շվշվացնելու։ Մտմտուքների մեջ էր նաև Կուրավա Շմոն։ Նա էլ գնաց դեպի այն քարուտները, որ իր գտած հնագույն ցորենը ծածուկ մշակի, մինչև կգա իր երազած բաղձալի օրը, և ինքը այդ ցորենը շաղ կտա ազատագրված Հայաստանի դաշտերում։ Փեթարա Ախոն, Չոլոն, Մորուք Կարապետը և արծիվ Պետոն Փեթարա մանուկի գլխավորությամբ դիմեցին Սասուն։ Իսրոն էլ մեկնեց։ Ամեն մեկը գնաց իր ուզած ձևով արշալույս որոնելու։ Իսկ ես Ալադին միսակի և մյուս հայդուկների հետ
Մեզ հետ էին նաև Քուրդ Հասանոն և Ասորի Աբդելոն։ Փոխանակ Մուշ գնալու բռնեցինք Տատրակ գյուղի կածանները։ Շահգամի ծիլը Զմոյի գյուղի մոտ, որ նայում էր ճանճիկ սարի լերկ կողերին, Մշո կողմից եկող մի տղամարդ երևաց, թիակը ուսին։ Ֆադեն էր։ Մասնակցել էր սահմանադրության տոնահանդեսին և զվարթ տրամադրությամբ վերադառնում էր Սասուն։ Սուլթանն ընկավ թախտից, աղաղակեց նա։ Տալվորիկը Էրմենիստան է լինելու։ Հենց այս գիշեր Սասունում շինված բոլոր զորանոցները պայթեցնելու են, ասաց Ֆադեն։ Էլ աշխարհում թոփ ու թվանք չի լինելու։ Եվ ես վաղվանից խտանակ կածից իջնելու եմ իմ պապական հողերի վրա։ Ֆադեն դարձյալ գդակը թեք էր դրել և ոտքերը քշտել էր։ Տոնահանդեսը որտեղ եղավ, հարցրի ես։ Մշո Ասլան Ղափլան խանի մոտ, կառավարչատան առաջ։ Ովքեր կային ամբիոնի վրա։ Բոլորն էլ ամբիոնի վրա էին. Սալեհ Փաշան, Սերվետ բեյը, Մեհմեդ Էֆենդին, Բալաքսի Ֆերոն, Սլո Օմբաշին, Ռասուլ Էֆենդին։ Իսկ ով ճառ ասաց։ Սալեհ Փաշան։ Ինչ ասաց Փաշան։ Փաշան ասաց, որ սահմանադրության արևը բոլորիս համար է ծագել և բոլորիս հավասար է տաքացնելու։ Եթե սուլթանի թախտը իսկապես փուլ է եկել, նկատեցի ես, ուրեմն քո թված այդ բոլոր մարդիկ պետք է նրա փլատակների տակ լինեին և ոչ թե ամբիոնի վրա, ուր միայն հերոսներն իրավունք ունեն կանգնելու։ Ուրիշ ինչ ասաց Փաշան։ Սալեհ Փաշան խմեց հայ ֆիդայիների կենացը և ճառը վերջացրեց այսպես. Յաշասն Էրմենի ֆիդայլար, Յաշասն հուրիետ։ Այդ խոսքի վրա բոլորը ուռա գոռացին, ամեն մեկը իր լեզվով և իր թոքերի կարողության չափով։ Ջնդոյին սպանող Ղազբեկն էլ էր ամբիոնի վրա։ Ամենից բարձր գոռացողը նա էր։ Հետո ինչ եղավ։ Էն եղավ, որ իմ աչքի առաջ Հեսու վարդապետը և Սալեհ Փաշան համբուրվեցին։ Ուրեմն Հեսուն էլ այնտեղ էր։ Նա ուշ եկավ և կանգնած էր Մեհմեդ Էֆենդու և Ղասիմբեկի կողքին։ Երբ Սալեհ Փաշան ասաց. այլևս խտրություն չպիտի լինի թուրքի և հայի միջև, բոլորս էլ հավասար ենք օրենքի առջև և իրարու եղբայր, գրկեցին իրար ու համբուրվեցին։ Ֆադե, ասացի ես, դու իմաստուն մարդ ես։ Վերջը ինչպես է լինելու այս աշխարհի բանը։ Աշխարհի բանը վերջանալու է թիակով։ Թիակն է տիրելու աշխարհին։ Վարդապետ, քավոր, թագավոր, թոփ ու թնդանոթ, բոլորը էս թիակի շեղբին են նստած։ Ջրի խշշոց և թիակի զնգոց, էս է աշխարհը, ասաց Ֆադեն։ Նա մեջքով կանգնած էր դեպի իմ կողմը և ճակատը բարձր պահած նայում էր հայրենի լեռներին։ Հեռվում խտանա լեռան արևոտ լանջին ծփում էր մի փայլուն լճակ։ Այդ իր գարու արտն էր։ Կախված ժայռերի ու քարապտերի կողերով իրար պոզահարող սպիտակ այծերի պես աղմկալի վազում էին կոհակները այն առուների, որ ինքը շատ անգամ նորոգել էր, երբ քանդվել էին հեղեղից։ Ստվերի մեջ ընկնելով նրանք մերթ նմանվում էին ձորերն ի վար սլացող մորուքավոր սև այծերի և մերթ շիկակարմիր ուլերի, ծաղիկներից ու լույսից կարմրելով։ Հայացքը շքեղ տեսարանից սահելով դեմ առավ մի գորշ զորանոցի, որ բռնությամբ շինված էր իր շաղգամի արտի մեջ։ Վաղը դու Տալվորիկում այդ շինությունը չես տեսնի, ասաց Ֆադեն։ Իսկ դու հավատում ես, որ զորանոցները պիտի քանդվեն։ Հենց այս գիշերը սուլթանի զորքը քաշվելու է Սասունից։ Որ Տալվորիկի զորանոցը քանդվի, տեղը ինչ պիտի ցանես։ Շահգամ,
խտանակացի եւ բոլոր առուների ջրերը պիտի կապեն վրան, որ վառոդի հոտը կտրվի աշխարհից, եւ տեղը շաղգան պիտի ցանեմ։ Բանտերն էլ ենք հանդելու։ Սուլթանի երկրում այսուհետև ոչ բանտ է լինելու, ոչ զորք ու զորանոց։ Բերդարկելված բոլոր ֆիդայիները ազատ արձակվեցին։ Եվ դու տեսար նրանց։ Մշոբանտին կից հրապարակի մեջ թուրք դատախազը քաղաքական բանտարկյալների անունները մեկիկ կարդալով բանտի նեղ դռնով նրանց դուրս հանեց։ Իսկ դու ում ճանաչեցիր։ Առաջինը ով դուրս եկավ։ Առաջինը ելնողը Տեր Փոթորիկն էր։ Հետո երկրորդը Կարմեն ու Սողոմոնն էր, բոլորովին ճերմակ մազերով։ Երրորդը Սեմարսի Քյաթիփ մանուկը։ Ուրիշ։ Հետո բանտից ելան Ավրանա Արամը, Ցրոնած Մուշեղը, Բդե Միսակը և Աղղա Մամիկոնյան Զորիկը, որ 101 տարով էր նստած։ Զորիկը Նախշում հուլունքից մի սիրուն ֆես էր գործել բանտապետի տղայի համար, Մեջիդն ու Մինարեն գագաթին, Մոլլեն վրեն ալահ կանչելիս։ Շեմքի վրա տվեց բանտապետին, ասելով. Աղղա Զորիկից հիշատակ Սուլթանի բանտից։ Բայց դու ինչ գործ ունեիր բանտի հրապարակում։ Վա, էս գործիքն ունեցողին էլ կասեն դու ինչ գործ ունեիր։ Կանչեցին, որ հրապարակի աղբը մաքրեմ։ Ությակը հպարտորեն ուսին շտկելով, դեպի Տալվորիկ ընթացավ Ջրտուկ Ֆարֆադեն։ Գնաց քանդելու Սուլթանի զինվորանոցը, որտեղը շաղգամ ցանի։ Հետևյալ առավոտ բանտերից ազատ արձակվածները տուն վերադարձան։ Վերադարձան նաև հայդուկային շարժումներին օժանդակելու մեղադրանքով դատապարտված շատ ռանչպար գյուղացիներ։ Այդ նույն օրը Ռոմի օրդաները վաշտ առ վաշտ քաշվեցին Սասունից։ Երբ նրանք հեռացան, Գելեցի շինականները մի գիշերվա մեջ իրենց զորանոցը քարուքան դարին։ Ավերակների կույտերի վերածվեցին նաև Սեմալում և Իշխանձորում շինված զորանոցները։ Ջրտուկ Ֆարֆադեն հող մի պես իջավ սարից և տալվուրիքսիներին միացած կործանեց վերին գյուղի զինվորանոցը։ Մինչև վերջին քարն ու կիրը մեջքով կրեց թափեց ձորը և լեռնային առուների հորդ ջրերը կապեց վրան։ Լվաց, մաքրեց կարծրացած գետինը, բահով շուռ տվեց զորանոցի հիմքից ազատված հողը, մի քանի անգամ հերկեց, ցակնեց, ակոստեր քաշեց նորաբաց արտի մեջ, իսկ 2-3 օրից հետո այդ հողի ծոցից, ինչպես հավերժական գարնան ավետաբեր, երևաց Շաղգամի կանաչ ծիլը։ Ես իմ ֆիդայիներին առած մոտեցա Տատրակ գյուղին։ Լաչկանցի Արթինի մահը։ Տատրակից վերև, ձորի մեջ, մի ուրիշ գյուղ կար, նստած էր կանաչ քարափի տակ, ճակատին կարմիր կորեկի ու սիսեռի արտեր։ Այդ գյուղի ծայրին մի ծերունի մոտեցավ ինձ։ Տանը հիվանդ ֆիդայի կա, ասաց ծերունին։ Ո՞վ է, հարցրի ես։ Չգիտեմ, բայց վիճակը ծանր է։ Խնդրեց, որ հրացան բերեմ։ Ալադին Միսակը զգուշության համար պահակ կանգնեց դրսում, իսկ ես ներս մտա։ Նա պառկած էր գոմի մեջ, գլուխը բարձին։ Տակը մի մաշված ներքնակ կար, խսիրին փռած, իսկ վրան անշուք մի վերմակ, որի տակից երևում էր հիվանդի աջ ոտնաթաթի բթամատը ծակ գուլպայով։ Մոտը դրված էր իր ուսապարկը, չոր տրեխները վրան։ Ճանաչեցի, Լաչկանցի Արթինն էր։ Ինձ տեսնելով գլուխը շուռ տվեց, կարծես ամաչելով, որ խախտել էր ֆիդայական ուխտը։ Ֆիդայի և անկողին, լսված բան էր։ Հայդուկներին պատանք էր տրվում, բայց սասունցի հայդուկը մերժում էր պատանք վերցնել։ Նա մեռնում էր պատերազմի դաշտում
և ամենաբարեբախտ դեպքում թաղվում էր լեռների մեջ առանց պատանքի, առանց նույնիսկ քահանայի։ Իսկ այժմ ես կարող էի տեղն ու տեղը այդ հայդուկի դատաստանը տեսնել, մի կրակոցով վերջ տալով նրա կյանքին, սրբելով այդ անպատվությունը իր տոհմի վրայից։ Բայց ինչպես կրակեի։ Նա իմ ընկերն էր, իմ 20-ամյա զենքի մարտական ընկերը։ Արթինը հին զինվոր էր, սասունցի քաջ լեռնական, մասնակցել էր Գոմերի, Կուրավոյի, Շենիկ Սեմալի և Լաչկանի կռիվներին։ Վագրի դեմք ուներ և կռվում էր վագրի կատաղությամբ, մանավանդ այն օրվանից, երբ զինվել էր Շենիկցի մանուկի մաուզերով։ Այդ վեճը ամիսներ տևեց, մինչև որ հաջողվեց կատարել զենքերի փոխանակություն, Շենիկցի մանուկին տալով իր Սմիթ տեսակի ատրճանակը և տեր դառնալով նրա հրաշալի տասնոցին։ Սուլթանի դեմ կռվելու համար այդ գյուղացին միշտ եղավ զենքի հետ, բացառությամբ մի կարճ միջոցի, երբ սպաղանած Մակարի կողմնակիցներին հարելով, զինաթափվել էր Գևորգ Չաուշի դեմ խռովություն կազմակերպելու մեղադրանքով։ Արթինի վերջին մեծ ճիգը եղավ իր հայդուկ ընկերներով ազատության դրոշ պարզել Անդոկի գլխին։ Լեռան կողերով բարձրացավ մինչև Սխտոր քարը, բայց չհասավ գագաթին։ Եվ այն մարդը, որ երբեք գլուխը բարձին դրած չկար, որի ամբողջ կյանքը անցել էր ազատագրական անհամար կռիվների մեջ, այժմ պառկած էր գյուղական անշուք մի ծածկի տակ, կիսամութ մի գոմում, որտեղից ոչ մի տեսարան չէր բացվում դեպի Մշոդաշտ և չէին երևում Սասնո սարերը։ Հիվանդ եմ, Մախլուտո, ու իմ հրացանը մոտս չէ։ Մարդ եմ ուղարկել, որ բերի։ Միթե ես արժանի էի այս վիճակին, որ մեղքիս համար։ Կրակիր, որ մեռնեմ։ Ես պետք է թվնկի տնկոցի տակ մեռնեմ։ Բարձր կրակիր, սուտ կռիվ սարքիր, որ հանգիստ մեռնեմ։ Հանկարծ պայծառացավ, ինչ-որ բան հիշեց, գլուխը բարձրացրեց և կիսաթեք նստեց անկողնում։ Հիշո՞ւմ ես, Մախլուտո։ Ի՞նչը։ Էն երգը, որ երգում էինք։ Հա, հիշում եմ, ասացի մի բան ասած լինելու համար։ Դե, երգիր ինձ հետ։ Ու լաչկանցի արթինը սկսեց կիսաձայն մրմնջալ ֆիդայական մի հին երգ, ամեն վանկի վրա աջ ձեռքի բթամատը բարձրացնելով և հերթով հարվածելով հաջորդ մատների ծայրերին։ Կար, կուտ, տե, ղաց։ Եվ ապա կար, կուտ, տե, ղաց։ Կանանց երբեք ձեռք տալու չէ, վրեժխնդիր քաջ ֆիդան։ Մնացյալ տողերը դժվարացավ վանկարկել, և երգը շարունակեց շուրթերի լռիկ շարժումներով, պահպանելով մատների համաչափ հարվածները։ Երգում էինք միասին, իրար նայելով։ Նա իր շուրթերի և մատների վրա ճիգ դնելով, իսկ ես լսելի ձայնով։ Այդպես նա անկողնում կիսաթեք նստած շարունակեց երգել, մինչև որ նրա բթամատի տակից միջամատն ու մատնմատը փախան, որովհետև նա օդի մեջ էր հարվածում արդեն և ճկույտին այլևս հերթ չհասավ։ Բռնեց իմ ձեռքը և ուղիղ նստեց անկողնում։ Նոր բան ընկավ միտքը։ Հիշում ես, որ մի օր Փշփուշի սարով բարձրանալիս ջանբեզարների հանդիպեցինք։ Կռիվ եղավ։ Կռվի միջոցին քո Մոսինի հրացանը գլորվեց ձորը։ Փոխանակ դու քո զենքի ետևից երթալու և պատիվդ փրկելու, կարկուտ Թադեն իջավ ձորը և Մոսինի հրացանը բերելով հայդուկիդ պատիվը փրկեց։ Այդ դեպքը, որ բոլորովին ինձ հետ չէր կապված, այլ մեկ ուրիշի, առիթ տվեց նրան վերհիշելու նորանոր դեպքեր, մեծ մասամբ սասունցի հայդուկների և շինականների հետ պատահած, և միշտ հարցի ձևով, մի քիչ ցրված ու անկապ։
Քյաթիփ մանուկին հիշում ես, գիշերը, ահեղ փոթորիկի ժամանակ, Համիդիեները մեր գնդակների սուլոցները քամու հետ շփոթելով մեզ վրա հարձակման անցան ու կոտորվեցին։ Հիշում ես, թե ինչպես գետը զարկեցինք, մյուս ափ անցանք, ձիերի քրտինքը սրբելով մեղրագետի ջրով։ Ամրեի գյալեն, ցից քարը, հիշում ես, հանկարծ ծիծաղեց։ Իսկ վերին թաղի ռես թաթարին հիշում ես, որոցի ձակ դրեց խիանքի աշիրեթապետ Քորսլոյի գրպանը։ Սուլթան կուզե ջնջել մզի, զարթիր լահո, մռնիմ քզի։ Վանկարկելով մրմնջաց մի քանի տող հանրածանոթ երգից և դարձյալ դժվարանալով սկսեց սուլել, ճիգ անելով մատները իրար զարկել նորից։ Սուլեց երկար, սպասելով ծերունու վերադարձին։ Էլ մեզ ջնջել չկա, հուրիաթ է, ասացի ես։ Վեր կաց։ Աշխուժացավ նորից։ Մլեմ հուրիաթ, տղաներին ասա զենքերը չհանձնեն։ Սևքարեցի Սաքոյին հիշում ես, որ ձիավորների գլուխ անցած Սալմաստից բարձրացավ Արահուր լեռը և իջավ Քանասարի հովիտ։ Նախանցյալ ձմռանը ես, Չոլոն, Գալեն, Խութա սարերի վրա չէինք Ղասեմբեկի հետ։ Գալեն մեռած է։ Մախլուտո, դու խոսիր, դու էլ մեզ հետ էիր, խոսիր։ Հիշելու ժամանակ չէ, վայելքի օրերն են եկել, նկատեցի ես։ Սասունում զորանոց կա։ Չկա, ասացի ես։ Սուլթանի բոլոր զորանոցները քանդված են։ Ֆադեի շաղգամը նորից ծիլ է տվել։ Անդոկի գլխին դրոշակ կա։ Չկա, բայց կլինի։ Վեր կաց, հուսադրեցի ես։ Էս բուք ու բորանին, էդ խեղճ իշխնձորցիք ինչու են ընկել ճամփա։ Էն Սեբաստասի Մուրադը չէ, սխտոր քարին նստած։ Արդեն զառանցում էր։ Ես դուրս եկա։ Շատ չանցած մի ուժեղ կրակոց լսվեց ներսից, որին հետևեց մի կարճ համազարկ։ Ծերունին բերել էր հրացանը, և լաճկանցի արտինը մի քանի անգամ գումի մեջ բարձրաձայն կրակելով, շունչը փչել էր հրաձգության որոտի տակ, իբրև թե մեռնում է պատերազմի դաշտում։ Մեկական գնդակել ես և Ալադին Միսակը արձակեցինք, մեր համազարկը միացնելով նրա վերջին գնդակի որոտին։ Այսպես մեռավ հերոս Ֆիդային, Գևորգ Շաուշի հնագույն զինվորներից մեկը, իմ դասակի Վագրադեմ սասունցին։ Ալիզռնանցի մուքոն։ Հուռիաթից հետո Ֆրանկ Մոսոն իր զենքը ցած դրեց և վերադարձավ գյուղ, ինչպես որոշել էր։ Նա գրագիր դարձավ իրենց գյուղում, դարձավ մեծատուն։ Գյուղում նրան աղա Մոսո էին ասում։ Բայց 3 տարի չանցած վառեց իր տունը և նորից զենք առնելով սարը ելավ։ Բամբկու Մելոն Խասգյուղում շատ կարճ ապրեց, վաճառեց իր զենքը և մեկնեց Ամերիկա։ Ալիզռնանցի մուքոն նույնպես զինաթափվեց և վերադարձավ գյուղ, Ալիզռնան։ Քոսուրա քրդերը իմացան, որ մուքոն առանց զենքի չի կարող ապրել։ Նրան առաջարկեցին զենք և ձի։ Մուքոն ընդունեց նրանց առաջարկը և զինված ғոլամ դարձավ հասնանցի քրդերին։ Եվ որովհետև հուռիաթ էր, սուլթանի դեմ կռված քաջ հայդուկների գովքը սկսեց ազատորեն թնդալ գյուղերում ու քաղաքներում։ Սուլուխի հերոսական գրվի պատմությունը բերնեբերան անցավ, և վիպերգության մեծ ճյուղերից մեկը բաժին ընկավ Ալիզռնանցի մուքոյին։ Եվ նրա ճյուղը ծաղիկ համբարձումի բերանով այսպես հյուսվեց. Մշեցի քաջերի պատմությունը ասելու համար պիտի 7 օրվա ուտելիք, խմելիք,
ծխելիք առնենք, նստենք օդա, դուռ ու երթիք փակենք, ես պատմեմ, դուք լսեք։ Սուլուխակռվին լուսահոգի Գևորգ Շաուշը և Ալիզռնանցի Մուքոն միասին կեղնին, մի դիրքի մեջ։ Մութասարիֆը ասաց Քոսա Բիմբաշուն. Քոսա, մեր հարկահավաք ժանդարմներ լուր բերին, որ Գևորգ Շաուշը իր ֆիդայիններով հասել է Սուլուխ։ Քո զորք քաշիր խոփերու դաշտ։ Բիմբաշին ասաց. Մութասարիֆ, ես ես գիշեր երաս տեսա։ Իմ ջանդակ փրված էր խոփերու դաշտ։ Արի ինձ մի ուղարկիր Գևորգի դեմ։ Բայց դու 1000 ես, Գևորգը մենակ 10-15 հոգով։ Միևնույն է, եթե ես գնամ, մեր երկուսից մեկը պիտի սպանվի։ Սպանվողը Գևորգն է, քաշիր քու զորք խոփերու դաշտ։ Ու Քոսա Բիմբաշին իր զորքը քաշեց խոփերու դաշտ։ Քոսա Բիմբաշին ու Գևորգը իրար հետ աղբոր պես կեղնին ու իրար հետ գաղտնի բարեկամության ուխտ կապած։ Գևորգը դուրբինը դրեց աչքին, տեսավ Քոսա Բիմբաշին գալիս է ձին հեծած, ու մինչև Սուլուխ դաշտը սևացել է սուլթանի զորքից։ Նամարդ, դու ամեն անգամ ինձ լուր կտայիր, որ ֆիդայիններին հեռացնեմ մեր գտնված տեղից։ Էսօր ինչ պատահեց քեզ, ասում է Գևորգը և աչքերը լցնում։ Գևորգը նշան կբռնի Քոսա Բիմբաշուն, բայց գնդակը փուստ կանցնի։ Ալիզռնացի Մուքոն կասե. Պարոն Գևորգ, թույլ տուր ես զարկեմ։ Ազատ ես, զարկ։ Մուքոն կզարկի, Քոսան կպատի ձիուց։ Քոսի օգնական թուր կվերու, կելնի Քոսի ձիու վրա ու կբոռա հուռա, հուջում կիտա։ Սուլթանի զորք գլուխը շուռ կիտա, լեղապատար կփախչի։ Բոռի փչողը փող կդնի բերանին, որ զորքին կանչի, բայց Ալիզռնանցի Մուքոյի երրորդ գնդակը բոռի զանի միջով կանցնի, պուպուճակից դուրս կիգա։ Նա էլ կշրջվի։ Այդ ժամանակ Գևորգ կբոռա. Միքայել, ես զարկվա։ Մուքոն կգրկի Գևորգին, կտանի ցած։ Ետ կիգա, կմտնի դիրք ու մենակ կկռվի մինչև իրիկուն։ Իր ունեցած մի ատրճանակ էր ու մի չափլի։ Մութին Ալիզռնանցի Մուքոն և իր ընկերտանք կվերուն Գևորգ Շաուշին ու կբերեն խոփերու դաշտ։ Կդնեն մի խորոմ խոտի տակ, կամբարվեն, հետը մնաս բարով կասեն ու կերթան։ Հիմա որտեղ է Ալիզռնանցի Մուքոն։ Ղոլամ է քրդերին։ Էդ քաջ մարդը ղոլամ է դարձել։ Զարմացան մարդիկ ու սկսեցին փնտրել նրան։ Մութասարիֆն էլ լսեց Ալիզռնանցի Մուքոյի պատմությունը ու մարդիկ ուղարկեց, որ նրան գտնեն բերեն իր մոտ։ Նրան գտան Քոսուրա քրդերի մեջ Ղոլամի մի հասարակ զգեստ հագին ու առան բերեցին մուշ։ Մութասարիֆն ասաց. Աշխարհ քո քաջության գովքը կենե։ Դու գնացել քրդերին ղոլամ ես դարձել։ Ինչ ենեմ, էֆենդի, ամեն մի մարդ իր ճակատագրով կապրի, պատասխանում է Մուքոն։ Ջիվանշահին ասին. քո օսկոր կանաչ կմնա, բայց քու տանջանք շատ կեղնի։ Իմ բախտը այդ խոսքի համեմատ եղավ։ Դու քաջ մարդ ես, իսկ քաջին իր քաջության արժանի ծառայություն է վայել։ Արի քեզ դարձնեմ ոստիկան, մարդամեջ մտիր, կարգին ապրիր, ասաց Մութասարիֆը։ Զենք կուզես, զենք կտամ, ձի կուզես, ձի կտամ։ Ու թողեց Ալիզռնանցի Մուքոն ղոլամությունը, շորերը փոխեց, պետական զենք ու ձի առավ ու դարձավ ոստիկան։ Մի քանի ամիս աշխատեց, տեսավ, որ իր գործը արդար չէ, հրաժարվեց, ասելով.
Էլ չեմ ուզի աշխատել։ Ինչի՞, զարմացավ Մութասարիֆը։ Չեմ կարող, էֆենդի, այս երկրի մեջ այդ տեսակ գործ անողի հացը հարամ է։ Լավ է գնամ էլի մշակություն անեմ իմ հասարակ մարդկանց հետ։ Ու թողեց Մուքոն ոստիկանի պաշտոնը։ Իր ձին ու զենքը հանձնեց ոստիկանապետին ու գնաց իր հայրենի գյուղը, դարձավ հասարակ հողագործ։ Աշնան մի օր ձեռքին մի ճիպոտ, առաջը մի գոմեշ, Ալիզռնանից ելավ գնաց Խասկյուղ։ Եկավ ճամփուկես, տեսավ Խասկյուղի կողմեն դեպի Ալվառինջ մի խութեցիկ կգա։ Խութեցին ձեռքին մի լավ ճիպոտ ուներ։ Ախպեր ջան, ասաց Ալիզռնանցի Մուքոն, արի մեր ճիպոտները փոխենք։ Ժամանակ կեղնի, կհանդիպենք, ես քեզի պետք կգամ։ Ես խութ, դու մուշ, ինչի պիտի իրար հանդիպենք։ Աստված ողորմած է, տեսար, հանդիպեցինք։ Խութեցին ասաց. Ճիպոտը եղածն ինչ է, արի փոխենք։ Ճիպոտներ կփոխեն։ Ալիզռնանցի Մուքոն կերթա Խասկյուղ, խութեցին կերթա Ալվառինջ։ Ալվառինջու ռեսը խութեցու հորաքրոջ տղան կեղնի։ Խութեցին կասե ռեսին. ճանապարհին մի մարդ հանդիպեց ինձ, ասաց արի մեր ճիպոտներ փոխենք, ժամանակ կեղնի, ես քեզի պետք կգամ։ Ռեսը կասե. Աստված վկա քեռի ջան, քեզ հետ ճիպոտ փոխողը կա չկա Ալիզռնանցի Մուքոն է եղե։ Կբարկանա Մութասարիֆ ու կկարգադրե, որ Ալիզռնանցի Մուքոյից տերության հարկ կանձեն։ Հարկահավաք Խաչատուր էֆենդին իր զաբթյաններով կիգա Ալիզռնան։ Ուր է Մուքոն, կհարցու։ Էստեղ եմ էֆենդի, ինչ կա։ Դու պետությանը պարտ ես 3 ոսկի, քեզ 3 օր ժամանակ, բերես հանձնես։ 3 տարի էլ ժամանակ տաս, դարձյալ չեմ կարող, կասե Մուքոն։ Խաչատուր էֆենդին կհրամայե զաբթյաններից մեկին, որ մտրակի տակ առնեն անհնազանդ գյուղացուն։ Զաբթյան կհրաժարվի մտրակ բարձրացնել Մուքոյի վրա։ Խաչատուր էֆենդին ինքը մտրակը կառնե ու մի հարված կքաշե Մուքոյին։ Ռես Գասպար ձեռքը դեմ կտա կասե. Մուքոն այն մարդը չէ, որ դու զարկես։ Ալիզռնանցի Մուքոյին կթալեն թավլեն ու դուռ կկողպեն։ Թալվի մեջ մի գոմեշ կեղնի ու իրպես մի քանի բանտարկված գյուղացի։ Տղերք, ինչու եք խեղճ ու կրակ կանգնել, գոմեշին քաշեք երթիկի տակ, կասե Մուքոն։ Գոմեշին բերին կանգնեցրին երթիկի տակ։ Ալիզռնանցի Մուքոն թռավ գոմեշի վրա։ Գոմեշի վրայից ձեռքը գցեց վերի գերաններին ու երթիկից թռավ ելավ տանիք։ Ելավ գնաց իրենց տուն։ Չափլին առավ, եկավ կանգնեց օթայի տանիքին։ Տեսավ Խաչատուր էֆենդին, օղմկել է պատին, թեզբին առել է ձեռքը ու հանգիստ կգցե։ Զաբթյաներն էլ թավլի դռան կանգնած կհսկեն։ Վերևից գոռաց. Դու ես Խաչատուր էֆենդին։ Հա, ես եմ։ Դու ինչ օրենքով այդքան նեղություն կտաս ժողովրդին։ Պետական օրենքով։ Որ այդպես է, ես էլ պետական օրենքով քո հոգին կառնեմ, ասաց ու Չափլին քաշեց։ Զարկեց սրտին, պառեկից տվեց դուրս։ Վախ, իմ հոգին կորավ, գոռաց Խաչատուր էֆենդին։ Ես էլ քո հոգին առնելու համար եկա, ասաց Մուքոն և Չափլին ձեռքին տանիքից իջավ մտավ օդեն։ Տեսավ Խաչատուր էֆենդու զաբթյանները, բոլորն էլ վախից իրենց տակ մունդռել են։ Մի վախեցեք, ես ձեզի ձեռք չեմ տա, ասաց Մուքոն։
Ինչպես տեսաք, այդպես էլ գացեք պատմեք Մութասարիֆին։ Եթե հարցնի, թե որտեղ է Ալիզռնանցի Մուքոն, ասեք, որ ես գացի ցրոնք, ասաց ու ելավ գնաց ցրոնք։ 5 օր մնաց ցրոնք, ռեսի տուն։ Երբ տեսավ, որ իր ետևից մարդ չի գալիս, 5-րդ օրվա գիշերը ցրոնած ռեսին ասաց. «Ռես, ես գացի մուշ»։ Ասելն ու քելելը մեկ եղավ։ Ճանապարհին 10 ոստիկան մեկեն ելան իր դեմ։ Տաստապետն ասաց. «Տղաներ, եկեք սրան ճամփա տանք»։ Զինվորներից մեկն ասաց. «Ինքը մենակ, մենք 10 հոգի, 10 մեկին ինչու ճամփա տա»։ «Մարդ կա, որ 1000-ի դեմ կկռվի», ասաց տաստապետը։ «Կա չկա, սա Ալիզռնանցի Մուքոն է, որ Խաչատուր Էֆենդուն սպանեց։ Ատրճանակը վրեն է, Չափլին էլ թևից կախ»։ 10 մարդ մեկից մի կողմ քաշվեցին։ Մուքոն տաստապետին ասաց. «Դուք ինչու ինձ ճամփա տվիք»։ «Որովհետև դու Ալիզռնանցի Մուքոն ես, մենք պետք է քեզ ճամփա տանք»։ «Բայց կառավարություն ձեզ հետ է, և օրենքը ձերն է, դուք ինչու ինձնից վախեցաք»։ «Մենք քեզնից չենք վախենա, մենք քո գնդակից կվախենանք», ասաց ոստիկանապետը։ Մուքոն Մութասարիֆի դուռը հասավ այն ժամանակ, երբ սա շորերը հանած ճրագը կփչեր, որ պառկի։ Դուռը ամուր ծեծեց։ «Ո՞վ է»։ հարցրեց Մութասարիֆը ներսից։ «Ես եմ», ասաց Մուքոն։ Մութասարիֆը դուռը բացեց։ Մուքոն ներս մտավ։ «Որտեղից ես ուշ ժամին»։ «Ցրոնքից»։ «Խաչատուր Էֆենդուն ինչու սպանեցիր»։ «Ես մեղք չունեմ, Էֆենդի։ Մենք սարերից իջանք տուն, որ վար ու ցանկ անենք, հանգիստ ապրենք, բայց 3 ոսկու համար նորից բանտ են կոխում»։ «Դու ճիշտ խոսեցիր։ Ես հենց այսօր որոշեցի Խաչատուր Էֆենդու փոխարեն քեզ դնել հարկահավաք», ասաց Մութասարիֆը։ «Վաղը կգնաս գյուղերը և նրա բանտարկած բոլոր մարդկանց ազատ կարձակես։ Չէ՞ որ հուռիաթ է, և մեր երկրում պետք է առանց վախի ապրեն»։ Ուրախացավ Ալիզռնանցի Մուքոն և համաձայնություն տվեց դառնալ հարկահավաք։ Վերցրեց 9 զաբթյա ու անցավ գործի։ Աշխատեց մինչև աշուն։ Ով չքավոր էր, բանտից ազատվեց, ով հարուստ էր, դրեց բանտ։ Մեկ օր ձիով դեպի Խազգյուղ գնալիս տեսավ 6 զինված քուրդ բռնել են դաշտադեմից քրդագոմ եկող մի խութեցու, որ շորերն առնեն։ Գյուղացին նեղ տեղներ ընկած։ Հեռվից գոռաց. «Չվախենաս, Պողոս, ես եկա»։ Տեսա՞ր, որ հանդիպեցինք։ Ես այն մարդն եմ, որ ասացի ժամանակին քեզ պետք կգամ։ Մուքոն իր հետ ճիպոտ փոխող խութեցուն փորձանքից ազատելով ուղարկեց քրդագոմ։ Իսկ քրդերի զենքերը առնելով, 6-ին էլ իր ձիու առաջ արած տարավ Խազգյուղ և հանձնեց կառավարությանը։ Սակայն Մութասարիֆը գաղտնի որոշել էր սպանել Սուրուխի հերոսին։ Զաբթյաններից մեկը իմացավ այդ մասին և Մուքոյի ականջին շշնջաց. «Էս գիշեր չմնաս մեզ մոտ, Մութասարիֆը որոշել է սպանել քեզ»։ Ալիզռնանցի Մուքոն գրպանից մի ոսկի հանեց և տվեց Զաբթյային, ու երբ եկան մուշ ու ձիերից իջան, մտավ կառավարչատուն Մութասարիֆի մոտ։ «Էֆենդի, մի տեղ պիտի երթամ ու գամ»։ «Գնա, բայց շուտ արի», ասաց Մութասարիֆը։ Մուքոյի ատրճանակն էլ վրեն էր, Չափլին էլ։
Կառավարչը տնից ելավ և ուղիղ գնաց Մութասարիֆի տուն։ «Խանում, ֊ ասաց, ֊ Մութասարիֆի չափլին ու ատրճանակ տուր, ես ու ինք միասին մի տեղ պիտի էրթանք»։ Կապեց Մութասարիֆի զենք և ալվառինջի սարով բարձրացավ քանասար։ Էն գնալն էր, որ գնաց։ Մորուք և Մարթա։ Իսկ ինչ եղան մյուս հայդուկները։ Չոլոն հովիվ դարձավ իրենց սարերի վրա։ Կարկուտ Թադեն գրկեց իր զենքը ու փախավ, թե որ ուղղությամբ հայտնի չէ։ Ոմանք նրան տեսել էին Բաղեշի կողմերում։ Կայծակ Անդրեասը անցավ խլաթակամուրջը և ապավինեց Նեմրութի լանջերին, ավելի լավ օրերի սպասելով։ Ախոն, Մանուկը և Իսրոն դարձան փախստական, որոշելով զենքերը չհանձնել, մինչև Սասունը չազատագրվի։ Փախստական դարձան նաև Մորուք Կարապետը և Արծիվ Պետոն։ Թիկնեց Մորուք Կարոն մի կաղնի ծառի տակ ու ընկավ մտքերի մեջ։ Մոտ 15 տարի նա ուխտյալ հայդուկ է եղել։ Իբրև զինատար մի քանի անգամ գնացել եկել էր Մուշից Կովկաս, Կովկասից Մուշ։ Մասնակցել էր բազմաթիվ կռիվների։ Մեռած էին իր հին ու նոր մարտական ընկերները՝ Մակարը, Գալեն, Շենիքցի Մանուկը, Սեյդո Պողոսը, Արտոնքա Ջնդոն։ Չկար հայդուկապետ Գևորգ Շաուշը։ Լաչկանցի Արթինն էլ մեկ տարի առաջ իր կյանքը ավարտեց թվնկի տնկոցի մեջ։ Հին ֆիդայիներից հատուկենտ մարդիկ էին մնացել, նրանք էլ այս ու այն կողմ ցրված, ոմանք զենքերը հանձնած ու վերադարձած տուն, ոմանք էլ փախստական դարձած ու ապավինած լեռներին։ Կասկածներով լի անորոշ վիճակ էր, իսկ տարիները անցնում էին։ Ինչի մեջ որոնել արշալույսը։ Եվ Մորուք Կարոն որոշեց ամուսնանալ։ Չէ որ հուրիաթ էր, և հարկավոր էր, որ իսկապես Սասունը Էրմենիստան դառնա։ Ամուսնանալ, բայց ում հետ։ Իշխանձորցի մի աղջիկ կար, անունը Մարթա։ Տեր Քաջի Ադամի մորաքրոջ աղջիկն էր։ Մորուքը վաղուց էր սիրահարված Մարթային։ Մտքում դրել էր, որ երբ հրացանը գրկից հանի, Մարթային գրկի հրացանի փոխարեն։ Ինչ հարսանիք, ինչ ճոխպսակ։ Հայդուկին որտեղից միջոց և ժամանակ, որ 7 սրինգ պայթեցնի հարսանիքի մեջ։ Եվ կաղնու տակից Մորուքը իր քայլերը ուղղեց դեպի Գելի, կանչեց Տեր Քաջի Ադամին և ասաց. «Դու մի մորաքրոջ սիրուն աղջիկ ունես, Ադամ»։ «Ունեմ», ֊ ասաց Ադամը։ «Հիմա որտեղ է»։ «Սար է գնացել»։ «Խղեր»։ «Դու ինձնից փոքր ես, Ադամ, գնա խղեր և տես, թե Մարթան որտեղ է պառկած»։ «Բայց Մարթան նշանված է»։ «Օրորոցի վրա խազ եղե՞լ է»։ «Չէ»։ «Խոսկապ եղե՞լ է»։ «Չէ»։ «Դե ուրեմն գնա խղեր և իմ խնդրանքը կատարիր»։ Ադամը գնաց եկավ ու ասաց. «Պառկած է իր մոր ծոց»։ Տեր Քաջի Ադամը խոստացավ օգնել Մորուքին Մարթային փախցնելու։ Պայմանավորվեցին, որ Ադամը առավոտյան գնար ու գիշերը հյուր լիներ իր մորաքրոջ քոխտիքում։ Ինչպե՞ս իմանամ, որ դու տանն ես։ Եթե դռանը ավել տեսնես հենված, պոչը ներքև, իմացիր, որ տանն եմ, և համարձակ ներս մտիր։ Իսկ երբ պառկած տեղը մի անգամ հազամ, դու Մարթային փախցրու։ Հետևյալ երեկո Կարոն ոտքը թալեց զանգուն ու քշեց ձին։ Միայն մի տեղ կանգ առավ։ Մի հսկա էր կանգնած ճամփին, մի աժդահա։ Կարոն նրան նայեց ու սարսուռ զգաց։ «Սրան
Չարքերն են հանել իմ դեմ, որ իմ վազքը դանդաղեցնի, ես ուշանամ։ Էյ, աժդահա, շուտ ճամփա տուր, որ ես անցնեմ։ Ձեռքով արեց Կարոն հեռվից։ Հսկան ասաց. Ո՞վ ես դու, մարդ, ինչ ուժի տեր։ Ես Կարոն եմ, մորուք Կարոն։ Ընկերներս անսեր մեռան ազատության, սիրո կարոտ։ Ինձ էլ կուզես անսեր թողնել։ Հսկան լուռ էր, ամուր կանգնած։ Մեռնիմ քզի, 7 անվան տեր սուրբ կարապետ, գոռաց Կարոն, ձիուց իջավ, բռնեց սրան, ծալեց, կապեց, մի խուր զարեց, տարավ դրեց ճամփի եզրին ու նստեց վրան։ Հսկան տակից անզոր գոռաց. Իմ կապերը քանդիր, մեռա։ Կարոն խնդաց, մի կապ քանդեց։ Էլի քանդիր, խնդրեց հսկան։ Կարոն էլի մի կապ քանդեց։ Դու Աստված ես, ասաց հսկան։ Էլ չեմ քանդի, ասաց Կարոն, ու այդ հսկա Ազրայիլին, այդպես կապված, կիսաքանդված ճանապարհի եզրին թողեց ու ձին քշեց։ Լուսաստղը չելած հասավ Իշխանձորի ամառանոցը խղերի վրա։ Ձին քրտնել էր։ Փորակապը թուլացրեց, շփեց աչքերը, բաշիր քաշեց և մի քանի պտույտ ման ածեց, որ քրտինքը պաղի։ Մոտեցավ։ Տեսավ մի մեծ ծաղկավել, հենված էր քողտիկի դռանը, և դուռն էլ կիսաբաց էր։ Մարդան պառկած էր մոր գրկում, մի թևը բարձի տակ, մյուս թևը մոր կրծքին դրած։ Սաստա սարի հովն ու լուստի շողքը խաղում էին նրա ծամթելած վարսերի հետ։ Մայրը ոտնաձայն առավ, նայեց։ Ո՞վ է։ Նան է, մորուքն եմ, շեմքից կռանալով ասաց Կարոն։ Գիշերով հոս ինչ գործ ունես։ Մարթայի համար եմ եկել։ Լուսանալուն չէիր կարող սպասել։ Չկարողացա, նանե, մի հանգով եկա, ձին պաղում է լուստի տակ։ Իմ աղջիկը նշանվում է Ռեսի տղային, իզուր ես եկել, գելեցի։ Աշխարհի բոլոր ռեսերը, իրենց թագավորներն էլ հետը, որ հավաքվեն, չեն կարող Մարթային խլել ինձնից։ Իմ ուզած աշխարհից մի աղջիկ է։ Ինչով պիտի պահես իմ աղջկան։ Իմ տաք շնչով։ Տաք շնչով աղջիկ չի պահվի։ Ռեսը հարստություն ունի, դու ինչ ունես։ Ես հիմա բոլոր ռեսերից հարուստ եմ, նանե, որովհետև բռնակալ սուլթանը թախտից ընկել է։ Ես ու Մարթան սասունը մեր տաք սիրով ու սերնդով կլցնենք։ Դու հենց այս գիշերը պիտի գայիր, ծուռ գելեցի։ Իմ քրոջ տղա Ադամը այսօր հյուր է մեզ մոտ։ Քնած է ղամեն գլխի տակ, որ ելավ, քեզ փրկություն չկա։ Լսեց տղամարդու հազ։ Ադամի հազն է, շուտ հեռացիր։ Մենք Ֆիդայու համար աղջիկ չունենք։ Ռեսի տանը շուտով 7 շվի պիտի պայթի Մարթայիս հարսանիքին, ու ես պիտի պարեմ։ Թե պարելու ես, հիմա պարիր, նանե, ես Մարթային տարա։ Ասաց Կարոն և ակնթարթում գրկելով դրեց ձիու թամբին։ Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ միջոց 7 սրինգ պայթեցնելու հարսանիքի մեջ։ Ադամ, լաո, Մարթային տարան, ղամեդ քաշիր։ Էй, հավար է, տարան, հեյ, կռվի մակարդ տալ որ գցիկ, փրկեք Մարթայիս, իմ աղջկա պատիվը մի քթալի չափ էլ չկա, որ քնով եք ընկել։ Ճչաց իշխանձորցի կինը, անկողնից վեր թռչելով, ու հավար ընկավ խղերի ամառանոցում, որ Ֆիդայի Կարոն գիշերով փախցրել է Ռեսի հարսին։
Ո՞ր կողմով փախավ, հարցրեց տեր Քաջի Ադամը, ղամեն ձեռքին դեպի շեմքը նետվելով։ Այս կողմը, կեպինի փեշերով դեպի Մրկեմոզան։ Ձիավոր էր, թե ոտավոր։ Ձիավոր էր, աղջկան շապկանց դրեց թամբին ու տարավ։ Իշխանձորցիք զինված ելան Գելեցոց դեմ։ Հանդուգն ու քաջ էին իշխանձորցիք և անասելի թարս։ Նրանց մասին մի հայտնի խոսք կար. «Էն օրը, որ բուք ու բորանք եղնի, կնշանակի իշխանձորցին ելել է ճամփա»։ Ու Մարթայի համար կռիվ ընկավ Սասուն, քարեր գլորվեցին ու սար ու ձոր դղրդաց։ Մարթան վախեցավ, ուզեց ետ գնալ, բայց Կարոն զգույշ էր։ Նա Մարթային կապեց մեջքին, որ չփախչի, ու մեն֊մենակ մի ժայռի ետև մտած կռիվ տվեց իշխանձորցոց դեմ։ Մարթայի հայրը ճարահատյալ դիմեց պոլիս, հայոց պատրիարքարան։ Այնտեղ նրան ասացին. «Մորուքին բռնեք և աղջկան ազատեք»։ Բայց մորուքին ով կարող էր բռնել։ Նա մերթ սխտոր քարումն էր, մերթ հանդոկի լանջերին, մերթ ճանճիկի սարում, մերթ բրիմոյի ցից ժայռերի վրա, միշտ զենքը ձեռքին, Մարթան էլ մեջքին կապած։ Կառավարությունը պաշտպան կանգնեց ռեսին, և շատ մարդիկ բանտարկվեցին Գելի գյուղից։ Գործը հանձնվեց լուծելու Մշո առաջնորդարանին։ «Փրկեք իմ աղջկան», ասաց մայրը, լալահառաչ չոքելով Հեսու վարդապետի առաջ։ «Աղջկադ որտեղի՞ց փախցրին», հարցրեց սրբազանը։ «Իմ ծոցից»։ «Բա մի տղամարդ չկար տանը»։ «Տեր Քաջի Ադամը քնած էր անկյունում, մինչև նա ղամեն քաշեց, ֆիդային թռավ սար։ Ես աղջկադ կանչել եմ խոստովանության։ Եթե աղջիկն ասի. «Այո, ես իմ կամքով եմ նրա հետ փախել», ես անզոր եմ օրենքի և Աստծու առաջ։ Իսկ եթե ասի. «Մորուքը ինձ բռնի է փախցրել», ես աղջկան կվերադարձնեմ իր ծնողներին», ասաց Հեսու վարդապետը, իշխանձորցի կնոջը տուն ուղարկելով։ Տալվորիկում մի գյուղ կար, անունը Մազրա։ Վախենալով, որ Մարթան կասի, թե իրեն բռնի են փախցրել, մորուքը նրան տարավ Մազրա, ծեծեց մի ծանոթ դուռ և ասաց. «Իմ նշանածիս պահեք ձեզ մոտ, իսկ ձեր աղջկան մեկ օրով տվեք ինձ»։ Կարոն Մարթային տվեց պահելու և տանտիրոջ աղջկան առնելով դուրս ելավ։ Ետ դարձավ, բացեց դուռը և ասաց. «Մարթայիս լավ կպահեք, թե չէ ձեր աղջկան կփախցնեմ»։ Ու դուռը ծածկեց։ Ճանապարհին մազրեցի աղջկան սովորեցրեց, որ երբ իր կամքը հարցնեն, ինքը Մարթայի փոխարեն պատասխանի, որ իր հոժար կամքով է մորուքին առել։ Հայրն ու մայրը բողոքավոր չեն։ «Հիմա գնանք մուշ», ասաց Կարոն։ «Հիմա ուշ է, մնա առավոտ լույսով երթանք», ասաց աղջիկը։ «Չէ, գիշերով երթանք»։ «Ինչու գիշերով, չէ՞ որ հուռիաթ է»։ «Հուռիաթ է, բայց ես իմ զենքերը չեմ հանձնել, փախստական եմ»։ Ու գիշերով եկան մուշ, Հեսու վարդապետի մոտ։ «Ես իմ հոժար կամքով եմ մորուքին առել, իմ հայրը ու մայրը բողոքավոր չեն, հայր սուրբ», ասաց մազրեցի աղջիկը, առաջնորդարան մտնելով։ «Աղջի, քեզ համար մի ամբողջ պատերազմ եղավ, ու քիչ մնաց Սասունը ավերվեր։ Անունդ ի՞նչ է», հարցրեց Հեսու վարդապետը։ «Մարթա»։ «Մորուքը քեզ որտեղի՞ց փախցրեց»։ «Իմ մոր ծոցից»։ «Բռնությա՞մբ»։ «Ինչի բռնությամբ»։ «Բա այն ավելը ո՞վ էր դրել դրսի դռան շեմքին»։
Իսկ ռեսի տղան ով է։ Իմ սիրածը Մորուքն է։ Ես ռեսի տղին երբ եմ սիրել։ Երբ աշխարհում քաջ հայդուկ կա, ռեսն ինչ բան է։ Ապրես զավակս, ձեռքդ դիր էս թղթի տակ։ Աղջիկը բթամատով կնքեց թուղթը։ Իսկ համերաշխ ապրելու կարգը գիտեք։ Ինչու՞ չէ։ Դուրան ճամփի վրա իրար կողք կողքի կերթանք։ Նեղ կածան հանդիպեց, կերթանք իրար ետևից, Մորուքը առջևից, ես ետևից, իրար չենք հրի։ Բարին ընդ ձեզ եւ օրհնյալ լինի ձեր սերը։ Հիմա ազատ ես, գնա։ Շատ ֆիդայիններ մեռան առանց ընտանեկան հարկի։ Էդ մեկ ֆիդային թող քեզ հետ բախտավորվի կյանքում։ Բարի գիշեր, հայր սուրբ, ասաց աղջիկը եւ Մորուքի հետ առաջնորդարանից դուրս եկավ։ Կարոն Մազրեցի աղջկան տարավ հանձնեց իր ծնողներին եւ Մարթային առնելով բարձրացավ սար։ Առատ ցողը ադամանդներ էր թափել լեռնային ճոխ բուսականության վրա։ Միտեղ նրանք սպիտակ շուշանները կոխելով անցան, մի ուրիշ տեղ կարմիր գինարբուք ու աղբերան ծարյունը։ Մի երրորդ տեղ քայլեցին կապույտ ու դեղին ծաղիկների գորգերի վրայով։ Մերթ կողք կողքի, մերթ իրար գրկած ու մերթ իրար ետևից նեղ ժայռերի միջով։ Հասան նստեցին մի բարձր ժայռի։ Մարթան հաշտվել էր իր բախտի հետ եւ այլևս փորձ չէր անում ետ գնալու։ Այսպես ամուսնացան Մորուք Կարոն ու Մարթան, բայց նրանք սարերից ցած չիջան։ Ճրագ վառեցին Սաստո լեռների վրա և ապրեցին այնտեղ մինչև 1915 թվականը։